Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգել է հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ ժազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ, շնորհակալ եմ պարոն Բալասանյան մեր հավելն ընդունելու համար։ Տարին ավարտվեց ընդհանրապես Տրամպով 2025-ը բավական այսպես էքստրաորդինար տարի էր եւ Միացյալ Նահանգների նախագահը արեց այնպիսի հայտարարություններ ու գործողություններ, որ աշխարհում միջև այդ որը մեկը չէր համարձակվում անել։ Եվ նաև տարին այդպես սկսեց։ Նախ առևանգեցին Վենեսուելայի նախագահ Մադուրոին, սկզբում հայտարարեցին, որ Միացյալ Նահանգներ գնացող թմրադեղերի պատճառով են առևանգում, քրեական գործ կա հարուցված Նյու Յորքի շրջանային դատախազության կողմից, հետո ինչ ասվեց։ Տրամպը բավական անկեղծ խոսեց օրերս, ասաց, որ դե Մադուրոին բռնեցինք, Վենեսուելան մերն է արդեն, օրական $5 միլիարդ նավթ ենք ստանում, այսինքն այն ինչ որ բոլորի մտքում կար, որ ամեն ինչ արվում է նավթի համար, որովհետև Վենեսուելան նավթային ամենամեծ պաշարներն ունի, Տրամպը շատ բացահայտ խոսեց։ Հիմա խոսում է Գրենլանդիայի մասին, Դանիային ասում է, որ ձեր զորքերը հետ քաշեք Գրենլանդիայից, դա մեր ազգային անվտանգության տեսանկյունից պետքական տարածք է։ Ընդհանրապես ինչ է կատարվում աշխարհում, պարոն Բալասանյան, արդյոք սա նոր ճգնաժամերի, նոր որ պատերազմական իրավիճակների չի տանի, որովհետև նաև Տրամպի խոսույթից օգտվելով Ալիևը հայտարարեց, որ աշխարհում չկա միջազգային իրավունք, կա ուժ միայն։ Այո, Տրամպը տարին ավարտեց եւ տարին սկսեց, նոր տարին սկսեց իր մասին իլուր աշխարհի հայտնելով։ Ըստ էության Տրամպը ինչ որ անում է, փաստացի անում է նախ անկեղծ ըստ էության, եւ նաեւ Տրամպը ցույց է տալիս, որ եւ ապացուցում է մեր կողմից բազմիցս առաջ քաշված այն թեզերը, որ միջազգային իրավունք, միավորված ազգերի կազմակերպություն, չգիտեմ, ազգերի ինքնորոշման սկզբունք եւ այլն ոչ մի բան գոյություն չունի, ով ուժեղ է նա ճիշտ է։ Տրամպը ըստ էության այսօր վարում է այն քաղաքականությունը, որ ժամանակին վարում էր հին Հռոմը։ Այսինքն թալանում էր արևելքի ժողովուրդներին եւ այդ գանձերը բերում էր Հռոմ, դրա հաշվին ապրում էր։ Հիմա նույնն անում է Միացյալ Նահանգները։ Ինչու է Տրամպը այսպես ավելի ագրեսիվ դարձել, որովհետեւ մերձավոր արևելքից եկող նավթային հոսքերն են կրճատվել, որովհետև Սուեզի ջրանցքից եկող եկամուտներն են կրճատվել։ Միացյալ Նահանգներում թանկացել է կյանքը շատ եւ որպեսզի ներքին ցնցումներ չլինի եւ ժողովրդական այսպես հուզումներ չլինեն, Տրամպը շեղում է այդ ուշադրությունը եւ ժողովրդին ըստ էության տալիս է փորձում է տալ հաց եւ տեսարաններ։ Փորձում է ցույց տալ, որ ինքը նախ աշխարհի ամենակարող նախագահն է, ինչ ուզի կանի, եւ որ ամենակարևորը սիրելի ժողովուրդ, դա արվում է ձեզ համար։ Դարվում է ձեզ համար, որպեսզի դուք էժան վառելիք ունենաք, ձեր մեքենաները կողոնակ լիցքավորել եւ այլն։ Բայց սա ցավալի է անշուշտ։ Ցավալի է, քանզի Պոտսդամի այսպես անվտանգային համակարգը, որի որոշումը կայացվեց Պոտսդամում 45-ին, ըստ էության չկա այլևս։ Մենք հիշում ենք, որ նման իրավիճակ գոյություն ուներ նաև երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, երբ ողջ աշխարհի արջկի առաջ Ճապոնիան օկուպացնում էր Մանջուրիան, Իտալիան վերցնում էր Եթովպիան, ազգերի լիգաներ ձայն չէր հանում։ Դա բերեց մեծ պայթյունի եւ երկրորդ համաշխարհայինի։ Հիմա ինչ կբերի։ Ես վստահ եմ, որ պայթյուն լինելու է, բայց ոչ թե լինելու է երրորդ համաշխարհային պատերազմ կլասիկ, ոնց որ մենք ենք պատկերացնում, այլ ըստ էության երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց արդեն գնում է։ Ուղղակի սա հիբրիդային է եւ այս հատվածում երկրագնդի այն հատվածում աստիճանաբար այսպես թեժ օջախներ են առաջանում։ Հաջորդը Գրենլանդիան է, այմիջելոց Մադուրոին մեղադրել թմրամիջոցների արտադրության մեջ, ըստ էության Տրամպը անում է այն, ինչ անում էր Ջորջ Բուշ կրտսերը Իրաք ներխուժելուց առաջ։ Պաշտոնական տվյալներ կան, որ
Միացյալ Նահանգներ գնացող թմրամիջոցների 90% ավելին Կոլումբիայով է գնում։ Կոլումբիայից է գնում, բայց չգիտես ինչու Կոլումբիան ձեռք չեն տալիս։ Կոլումբիան վաղուց արդեն ընկված է քաղաքացիական պատերազմի մեջ, կարտելները չեն ենթարկվում կառավարությանը, բայց դա Տրամպը չտեսնելու է տալիս։ Եվ որտեղ նավթ չկա Կոլումբիայում, բայց նավթ կա Վենեսուելայում։ Իրաքը նավթ ուներ, չուներ զանգվածային ոչնչացման զենք։ Եվ իրենք պետք է ինչ-որ մի հատ սպիտակ փոշի լցնեն եւ մակում ցույց տային, որ այ տեսեք, այս սրա համար ենք մենք գնում։ Նույնը Աֆղանստանը ըստ էության այնպես չի, որ թալիբներից հետո այդտեղ կյանքը իդեալական դարձավ, ոչ։ Ուղղակի թալիբները արեցին մի բան, ինչը ներելի չէր խոշոր թմրամիջոցներով զբաղվող կորտելների համար։ Թալիբները փակեցին եւ արգելեցին Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը։ Դրա համար էլ պատժվեցին 2001-ին։ Եվ երբ որ Միացյալ Նահանգները մտավ Աֆղանստան, ՆԱՏՕ-ն բովանդակ մտավ Աֆղանստան, թմրամիջոցների արտադրությունը 60 անգամ աճեց։ Սա արդեն ինքնին ցուցիչ է, ցույց է տալիս, թե իրականում ինչի համար են պետությունները պայքարում, եւ սա նաեւ փոքր ազգերի համար պիտի լինի ցուցիչ, որ չերազել եւ չգայթակղվել այսպես միջազգային իրավունքներով եւ անվտանգային ինչ-որ երաշխիքներով։ Անվտանգային երաշխիք ցավոք սրտի չկա։ Եթե դու պինդ կորիզ ես, պինդ ընկույզ ես, թեկուս փոքր, քո այդ գլուխ չեն դնի։ Բայց եթե դու սկսեցիր տարվել այդ լուսավորչական հովերով եւ սկսեցիր տարվել չգիտեմ միջազգային իրավունքի սկզբունքներով քեզ կտրորեն ուղղակի եւ Թրամփը դա ակնհայտ ցույց է տալիս։ Հիմա Հայաստանի իշխանությունները կարծեք թե ձեր ասացի հակառակն են անում եւ Միացյալ Նահանգներում մտադրությունների այսպես փաստաթուղթ էլի ստորագրվեց, որը եթե նայում ես իշխանությունների վարած քաղաքականությունը եւ դրա հետևանքներին, այդ հետևանքների ֆոնին կարելի ասել դե բալանսավորված ինչ-որ փաստաթուղթ է, ի վերջո ինքնիշխանության մա դե կարող ենք ընդհանրապես Ադրբեջանին կորցնել այդ ճանապարհը, գոնե Միացյալ Նահանգները ասում է վարձակալում եմ, եկամուտ էլ է տալիս մեզ հա մի 20 քանի տոկոս, 26 հա 26%, հետո ասում է որ մի 50 տարի հետո դուք կարող եք մինչև 49% բաժնեմաս ձեռք բերել, մի խոսքով մեր տարածքը ինքն է ասում։ Դե ասես սրանց վարած քաղաքականության ֆոնին փառք Աստծո գոնե սա կա, բայց սա ախր մտադրությունների փաստաթուղթ է եւ նաեւ նախաբանում գրված է, որ կողմերի համար պարտավորություններ չի առաջացնում։ Այ ամենակարևորը դա է։ Այո, սա ամենակարևորն է, բայց սա ամենահետին պլան է մղված, փոխարենը քարոզչական դաշտում սա է օգտագործվում, որ տեսեք ինչ փաստաթուղթ ենք մենք ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ Տեսեք, փաստաթուղթը ինքնին ըստ էության տերն ու ծառայի փաստաթուղթն է սա։ Սա պարտամուրհակ է եւ այլ ոչ թե միջպետական համաձայնագիր։ Այն էլ երբ պետությունները չունեն որևէ պարտավորություն, բայց այստեղ առաջանում է հարց։ Սա միայն Հայաստանի եւ Միացյալ Նահանգներին էր վերաբերվում TRIP-ը։ Չէ՞ որ TRIP-ի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց Եռակողմ հանդիպման ժամանակ։ Բա Ադրբեջանը Բա Ադրբեջանից ինչ են վերցնելու Միացյալ Նահանգները, թե Ադրբեջանի հետ էլ առանձին պայմանագիր է ստորագրելու եւ այնտեղի ճանապարհից էլ է վերցնելու իր եկամուտը, որը կապ չունի այս ճանապարհի այս հատվածի հետ։ Կամ արդյոք Ադրբեջանը թույլատրելու է Հայաստանին օգտվել իր ճանապարհից։ Այստեղ միայն երկկողմ ինչ-որ պայմանագիր է 37 կիլոմետրի համար։ Ակնհայտ է, որ սա ունի շատ լուրջ քաղաքական ենթատեքստ, ակնհայտ է, որ տնտեսական առումով սրա էֆեկտիվությունը մոտ է 0-ին, որովհետև բեռնափոխադրումների այն ծավալը, որ պիտի անցնի Սյունիքով, հաշվի առնելով Սյունիքի ռելիեֆը, այսպես մասնագետները հաշվել էին տոննա կիլոմետր հաշվարկով տրանզիտի գումարը, երբ որ հաշվել էին, այնտեղ ծիծաղելի գումարներ էր։ Այսինքն մի 30-40 միլիոն դոլարի մասին է գնում տարեկան։ Եթե դրա 26%-ն էլ տալիս են Հայաստանին, ավելացած արժեքի հարկն էլ հանում են, այնտեղ տակը բան չի մնում։ Այսինքն մի քանի միլիոն դոլարի համար մոտավորապես այնքան, ինչքան ամանորին բաժանվեց պարգևավճար։ Կամ կրկնակի պակաս, քան 1 ամսվա ընթացքում որպես մաքսատուրքերից ազատման հնարավորություն տվեցին Սամվել Ալեքսանյանին։ Այո, որոշ արտոնյալ Կրկնակի էլ չէ, եթե 26%-ով հաշվենք 6-7 անգամ պակաս։ Դե դա արդեն նշանակում է, որ այստեղ տնտեսական բաղադրիչ չկա։ Սա ուղղակի քաղաքական բաղադրիչ է եւ մի բանի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել։ Միացյալ Նահանգների այս շտապողականությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվել է մտադրությունների հուշագիրը, մինչև
այս Իրանի շուրջ իրադարձությունների այս ալիքի բարձրացումը Միացյալ Նահանգները չէր էլ հիշում այդ տրիպի մասին։ Ինչի մասին է դա, անգամ Հայաստանի անունը չէր հիշում, Հայաստանի ղեկավարի անունը Թրամփը չէր հիշում։ Նշանակում է սա շտապ պետք է ափալ-թափալ ստորագրում են, որպեսզի կարողանան միջև Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել, իրենք այստեղ արդեն տեղավորված լինեն եւ ինչ որ X պայի կարողանան շատ արագ փակել այդ հայ-իրանական սահմանը եւ վերահսկողության տակ վերցնել հասկանալու համար թե ինչ բեռ է գնում, ինչ է գալիս, ով է տանում, ով է բերում եւ նաեւ իհարկե հայ-իրանական սահմանով անհրաժեշտ մարդկանց անցկացնելու եւ այնտեղ իրադարձությունների վրա ազդելու նպատակով սա է ըստ էության տրիպի մասին այս դարակազմիկ պայմանագրի Դրանք կան, պարոն Բալասյան, ինձ հետաքրքիր է ձեր գնահատմամբ ինչու Տրամփը խոսեց այն մասին, որ սպառնալիքով է Հայաստանին եւ Ադրբեջանին բերել այդ փաստաթղթի ստորագրմանը, ինչը վկայում է այն, որ այստեղ արտաքին դիվանագիտական հաղթանակ չի եղել, եթե մի տեղ քեզ ստիպելով են տարել, ինչ հաղթանակի մասին է խոսքը։ Եվ երկրորդ Տրամփը ասաց, որ սպառնացել է առևտրային այդ մաքսատուրքերով 200%-անոց։ Ես հատուկ նայել եմ, առևտրաշրջանառությունը մեր եւ Միացյալ Նահանգների միջև մեծ չէ։ Եթե վերցնենք արտահանումները, որի վրա պետք է սահմանվեր 200%-անոց մաքսատուրք, արտահանումը կարողացում է տարեկան մոտ 45 միլիոն դոլար։ Այո, Լավագույն ժամանակ, երբ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական այս թեժ իրավիճակը, 80 միլիոն դոլար է եղել եւ հիմա իջել է կրկնակի իջել է 45 միլիոն դոլար։ ընդհանուր առևտրաշրջանությունը 270 Պարզ է, չէ, որ 45 միլիոն դոլարի վրա 200%-անոց մաքսատուրքը չի ստիպել Փաշինյանին գնալ Վաշինգտոն։ Այդ դեպքում ինչը կարող էր ստիպել։ Ես էլ այդ հարցը ինձ էլ էր հետաքրքրում, ես էլ եմ դրան անդրադարձել։ Եվ նաև ես այսպես նայել եմ Ալիև, այսինքն Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների Նույն վիճակն էլ այնտեղ է մոտավոր։ 40 միլիոն դոլար Ադրբեջանից արտահանումը, 960 միլիոն դոլար ներմուծումը։ Ես կարծում եմ Տրամփը սա ուղղակի տնտեսական խաղակարտը խաղացնում է ժողովրդների ուշադրությունը շեղելու համար, բայց այստեղ տնտեսական չի։ Եվ ես էլ այդպես ռետորական հարց եմ միշտ բարձրացնում, թե այդ ինչ կոմպրոմատներ կա Տրամփի իշխանության ձեռքին, որ ստիպում է օրինակ Հայաստանին այսպես ափալ-թափալ ստորագրել այդ պայմանագիրը, չմտածելով կամ գուցե չհասցնելով անգամ մտածել դրա աշխարհաքաղաքական հետևանքների մասին։ Օրինակ Ալիևի պարագայում ես կարծում եմ շանտաժ եղել է կապված Իրանի դեմ ապագա ռազմական գործողություններում, որ Ալիևը աներկբա կատարի բոլոր այն պահանջների, ինչ որ կասի իրեն Տրամփը։ Միգուցե Հայաստան հետ կապված էլ նման այսպես պահանջ կա։ Եթե ոչ, հակառակ պարագայում ինչ որ բաներ պիտի հրապարակվեն։ Որտեւ հիշում եք 2018 թվականի նոյեմբերի 1-ին ազգային ժողովում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ ասեց։ Ասեց ինչ որ մի պահի տեսականորեն Հայ-իրանական սահմանը կարող է փակվել։ Նա դա ասեց Տրամփի այն ժամանակվա խորհրդական Բոլտոնի այցից հետո։ Այո, այսինքն այս հայ-իրանական սահմանի փակելը դեռ 18 թվից է գալիս այդ ծրագիրը։ Ես կարծում եմ սրա հետ է կապված։ Միգուցե ինչ որ անձնական հաշիվներ ֆինանսական, միգուցե չարաշահումներ, այնքան բան կա, որ կարելի է ցանկացած պահի բարձրացնել։ Օրինակ ժամանակին Ուկրաինան մեզ օրինակ թե ինչ է։ Քաղաքագետ Ռոբերտ Մարկելյանով Միացյալ Նահանգներում է բնակվում, այնտեղ հրապարակումներ էր ժամանակին անում, որ Իմ քայլը հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի հետ կապված ինչ-որ ֆինանսական հաշվետվողական խնդիրներ կան։ Անգամ Վարշավ Իմ քայլը հիմնադրամի ղեկավարը Աննա Հակոբյանն ասել, կարող էր Միացյալ Նահանգները ասել քրեական գործ կարող է հարուցվել Աննա Հակոբյանը։ Ամեն ինչ էլ կարող է լինել, բայց այնպիսի փաստարկներ են առաջ քաշել, որ պետք չէր ոչ մի պարագայում, որ ջրերես դուրս կգա։ Ես նորից եմ ասում, բոլորի ուշադրության կենտրոնում եղել է Ուկրաինան, թե ինչպես վարվեցին Զելենսկու մերձավորագույն շրջապատը։ Զելենսկուն էլ այս պահին խնայեցին, որովհետև Զելենսկին դեռ գործ ունի անելու։ Բայց ես չեմ կարծում, թե Զելենսկին մինդիչից, ասենք օրինակ, ինչ որ մի բանով առավել է կամ ինչ որ առավելություններում։ Հիմա տեսեք, պարոն Բալասանյան, ամիսներ առաջ, երբ այստեղ Իրանի այլ դեսպաներ ներկայացված, երբ նույն այդ օգոստոսի 8-ից հետո մենք խոսում ենք տրիպի մասին, այն որ դա Իրանի շահերի դեմ է լինելու ի վերջո, Իրանից տարօրինակ հայտարարություններ հնչեցին, որ մենք խնդիր չունենք, դա լրիվությամբ մեզ համար ընկալելի պրոյեկտ է, հա։
Եվ ինչ որ բայ, եթե անկեղծ ասեմ, ինձ թվում էր թե մենք խոսում ենք չեղած բանի մասին, որովհետև եթե Իրանը դժգոհ չի, Իրանը համարում է, որ այստեղ հակաիրանական որևէ բան չկա, ապա ինչ ենք մենք վերլուծում, հա։ Եւ երեք բառացիորեն Իրանի դեսպանը շատ մեծ դժգոհություն արտահայտեց Հայաստանի իշխանությունների քաղաքականության վերաբերյալ, ասելով, որ իր Թեհրանում ստեղծում է տպավորություն, որ Հայաստանը դառնում է հակաիրանական կենտրոն կամ կենտրոններից մեկը լավ տարածաշրջանի։ Ինչ փոխվեց Իրանում, այսինքն ինչու են ժամանակ չէին տեսնում կամ եթե տեսնում են ինչու են ուրիշ բան ասում, հա, որովհետև ի վերջո այստեղ այդ վերլուծություններին էլ հակադարձում են, չէ, որ ասում ենք սա հակաիրանական, ասում են իրանցիք ինչ են ասում, դուք ինչ եք ասում։ Հիշում եք, մենք նաև ձեր ստուդիայում էլ խոսել ենք այդ մասին եւ խոսել ենք եւ եկել ենք եզրահանգման, որ Իրանում լրջագույն ճգնաժամ կա քաղաքական եւ հոգեվոր իշխանությունների միջև։ Հիշում եք Փեզեշքյանի այցից առաջ վերջինս հարցազրույց տվեց իրանական լրատվամիջոցներին եւ ինչպիսի արհամարանքով արտահայտվեց թրիպի հասցեին։ Ավելի ճիշտ ոչ թե արհամարանքով, այլ այսպես թեթևամտորեն։ Ալի վիլայաթի մասնախոս։ Ոչ, Փեզեշքյանը։ Հա, ճիշտ է։ Այստեղ դե որ որևէ խնդիր չկա։ Անգամ ասեց, ես կոչ եմ անում ուշադրություն չդարձնել Իրանի հյուսիսային սահմանների մոտ կատարվող աննշան իրադարձություն։ Այսինքն տրիպը Փեզեշքյանի համար աննշան իրադարձություն է։ Ես ավելին ասեմ, երբ նախկին դեսպան Սոփանին ավարտում էր իր դիվանագիտական առաքելությունը եւ մեկնում էր Հայաստանից, հնարավորություն ընձեռնվեց հանդիպում ունենալ դեսպանի հետ։ Եվ ես ուղիղ կերպով տվել եմ այդ հարցը պարոն դեսպանին, թե եթե ապացուցվի, որ Ադրբեջանի տարածքից է ռմբակոծվել օրինակ Թավրիզի օդանավակայանը 12-օրյա պատերազմի ժամանակ, ո՞րն է լինելու Իրանի արձագանքը։ Դուք կհարվածեք օրինակ Ադրբեջանին, այնպես ինչպես հարվածեցիք, ասենք Ուդեյդին, ասենք, էլի Քաթարի։ Ինձ համար զարմանալի, ինձ անկեղծ ասած թվաց, ես ուրիշ երկրի դեսպանի եմ այդ հարցը տալիս, որովհետև Սոփանին ուղիղ 10 րոպե փորձում էր հիմնավորել, որ դե դեռ պետք է ապացուցվի, դեռ պետք է այսպես, այսինքն արդեն ակնհայտ էր, որ այդ հակասությունը իշխանությունների ճյուղերի միջև կա, եւ ներկայիս դեսպանը իմ կարծիքով ավելի շատ հոգեվոր իշխանության կողմնակից լինելով իր հայացքներով եւ համոզմունքներով հիմա ասում է այն, ինչ ասեց Վելայեթին 1 ամիս առաջ Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ այնտեղ Թեհրանում, որ այստեղ սկսեցին դե Արաքչին ինչի այդքան չի հասկանում Վելայեթին ով է, բայց Իրանին քիչ թե շատ ծանոթ մարդը գիտի ով է Վելայեթին եւ պատահական չէր Վելայեթի նախազգուշացումները, ավելին ասեմ Իրանի դեսպանի հայտարարությունից առաջ, դեռ մի քանի օր դրանից առաջ, ես հարցազրույց եմ տվել եւ իմ մտահոգությունը հայտնեցի այն առիթով, թե այդ ինչպես այդքան քանակությամբ իրանցի, շահական Իրանի դրոշներով հայտնվեցին Իրանի դեսպանատան առաջ։ Ոնց այդ մարդիկ այդտեղ հայտնվեցին, ով թույլատրեց այդ մարդկանց անցնել սահմանը։ Միգուցե այդ մարդիկ ստեղ են ապրում եւ այսպես քնած բջիջ լինելով ինչ-որ մի խոսքով կարծեք թե այստեղ են բջիջներ ստեղծել։ Միջալյուց ես մի բան էլ ասեմ, իր բավականին մեծ տարածում են գտնում իրանական այսպես կոչված քրիստոնեական եկեղեցիները Հայաստանում։ Եվ դրան էլ է պետք ուշադրել, աղանդավորական ճյուղերից հատուկ հարցրել եմ մասնագետներից, հիմնականում Բահայիները կան։ Եհովայի այս մոտավորապես այս ուղղության վրա, եւ նրանք այսպես իբր Իրանում իրենց մապաճի ենթարկում մենք մասսական քրիստոնեություն ընդունում, դա ըստ էության ազդեցության գործակալներ են, որոնք ինչ որ մի պայի Հայաստանում էլ այն ինչ որ արեցին դեսպանատան մոտ եւ ես վստահ եմ դեռ էլ ինչ որ բաներ անելու են եւ Իրանի դեսպանի մտահոգությունը նաեւ հենց դրա վերաբերյալ էր։ Մենք տեսեք Վրաստանում ինչպես դաժանորեն ցրեցին Իրանի դեսպանատան դիմաց ցույցը եւ տեսեք Հայաստանում ինչպես այսպես հանգիստ իրենց համար գորգռում էին Վրաստանում ցրել են ցույցը։ շատ դաժան ձևով։ Բայց Հայաստանում չգիտես ինչու այդ ոստիկանությունը պարզաբանում է տարածում, թե մենք մեր գործառույթները իրականացրել ենք։ Հա, ճանապարհը չեն անցել այգուց դեպի դեսպանատուն չեն քայլել, բայց այդ ովքեր էին այդքան հավաքվածները։ Նրանց մեջ քանի տոկոսներ էթնիկ ադրբեջանցի, այդ ովքեր են այդ մարդիկ։ Մի հատ ցանկություն չկա բարեկամ Իրանի հատուկ ծառայություն հետ համագործակցելու, տեսնենք այս ովքեր են սրանք ստեղ, այսքան հավաքված։ Հարցեր են, որոնց մասին նաև ըստ էության, ինչպես դուք նշեցիք, ասեց Իրանի դեսպանը, որը շատ մտահոգիչ է։ Հիմա ինչ երկու սցենար կա, որ Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին, այսինքն կօգնի, որ
այդ ապստամբություն բարձրացրած գործակալական խմբերի ազդեցության տակ գտնվող խմբերը տապալ են Իրանի գործող կառավարությունը կամ իշխանությանը հոգևոր եւ կարգը փոխվի, մյուսը որ պահպանվում է այդ կարգը։ Իսկն Իրանը հաղթահարում է այս ճգնաժամը։ Ինչ սցենարներ կա տարածաշրջանի համար Հայաստան, որովհետեւ կա նաեւ տեսակետ այսպեսի, չէ, որ եթե Իրանը կարողանում է հաղթահարել այս ճգնաժամը, այդ դեպքում Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին չի մնում այլ տարբերակ, քան ուղիղ ռազմական ագրեսիա, լայնածավալ ագրեսիա Իրանի դեմ։ Եվ ինչ է դա փոխելու մեզ համար։ Փոխելը շատ բան է փոխելու, նախ մեր սահմանների մոտ բախվում են միջուկային տերություններ, իսկ այն որ Իրանը ունի միջուկային զենք, ես չեմ էլ կասկածում արդեն։ Եվ մեր սահմանների մոտ առաջանում է մոտ 10-ից 15 միլիոն փախստականի հայտնվելու վտանգ։ Դրան գումարած, եթե Իրանում իրավիճակը լարվում է, ապա իրանական Ադրբեջանում Ադրբեջանը ակտիվացնում է իր այսպես գործողությունները եւ ողջունիքն է վտանգվում։ Այսինքն իրանական սահմանից էլ ենք մենք ստանում վտանգ հարձակումներ իրականացնելու։ Ավելի ասեմ, մեծանում է վտանգը Հայաստանի տարածքից Իրանի սահմանապահներին հարվածելու ադրբեջանցիների միջոցով, որոնք զանգելանով կարող են հանգիստ անցնել եւ այստեղից սկսել նույն Իրանի քաղաքացիներն իմիջիալից պարտադիր չի դրանք լինեն Ադրբեջանի քաղաքացիներ։ Դրա համար այս բային Հայաստանի համար ամենակարևորը ոչ թե այսպես երկրորդական հարցերով զբաղվելն է, այլ սահմանները ամրացնելը։ Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածներին։ Տեսեք, դեկտեմբերին ես նոր գալուց առաջ էի կարդում այդ տեղեկատվությունը։ Պարզվում է դեկտեմբերի վերջին Իրանի եւ Թեհրանի միջև, Իսրայելի միջև ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն չհարձակման վերաբերյալ։ Այսինքն միջնորդ երրորդ երկրի միջոցով փոխանցվել են նոտաներ, որ եթե դուք չեք հարձակվում, մենք էլ չենք հարձակվելու։ Եվ կարծես թե Իրանը սա ողջունել է, Իսրայելն էլ համենայն դեպս դեմ չէր սրան մոտավորապես։ Բայց Իսրայելը ինչքան կդիմանա Թրամփի ճնշմանը, քանզի ես ոնց հասկանում եմ, սա Թրամփի համար դարձել է իդեա ֆիքս, այսինքն ինքը սա դարձրել է իր կյանքի նպատակ հաղթել բոլոր այն թշնամիներին, որոնք ունեցել է Միացյալ Նահանգները վերջի 70 տարում։ Եվ կարող է ստիպել նույն Իսրայելին սկսել ռազմական գործողությունները։ Միևնույն ժամանակ արաբական երկրները իրար հետևից փակում են իրենց օդային տարածքները Միացյալ Նահանգների ինքնաթիռների համար եւ նաեւ Ալ-Ուդեյդ ռազմաբազայից Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան սկսել են շտապ կերպով տարհանել իրենց զինված ուժերին, այսինքն կա վտանգ, որ Իրանը կարող է հարվածել այդ բազաներին։ Տրամփն էլ այսպես անհասկանալի խոսելով երեք ասում է դե մենք կհարվածենք եթե Իրանում կախաղան հանեն այսպես ապստամբներին, բայց հետո էլ ասում է բայց մեր տվյալներով վերջի 2 օրը կարծես թե ոչ մեկին մահապատժի չեն ենթարկել։ Այսինքն անընդհատ Տրամփ այսպես մանևրում է, ես կարծում եմ սա ավելի շատ ուշադրության շեղման պատակառում։ Տրամփը լինելով անհավասարակշիռ քաղաքական գործիչ, լինելով բիզնեսմեն, ում առաջին հերթին հետաքրքրում է փողը, նա կարող է ամեն քայլի դիմել, բայց այս պահի դրությամբ, եթե նա չստացավ արաբական աշխարհի աջակցությունը, գոնե լուռ աջակցությունը, նաև Թուրքիայի աջակցությունը, իսկ Թուրքիան ցույց է տալիս, որ ամեն դեպքում Իրանի ներկայիս իշխանությունների հետ է հակված համագործակցել, մամուլում տարածվեց տեղեկատվություն, առնվազն 2 անգամ Թուրքիան զգուշացրել է կոնտակտներ տվել եւ տվել կոորդինատներ Իրաքից քրդական ջոկատների ներթափանցման հետ։ Այդտեղ Թուրքիայի այլ շահ էլ կա, կարծում դուք կհամաձայնեք, որ Թուրքիան լավ է հասկանում, որ եթե պրոարևմտյան ուժեր են գալիս Իրանում իշխանության, սանկցիաները հանվում են, այդ տարածաշրջանում Իրանը անցնելու է Թուրքիային իր հնարավորություններով, բնակչության թվով եւ նաեւ տնտեսական հնարավորություններով։ Իրանը ունի անսպառ գազ, նավթ, Թուրքիան չունի նման հնարավորություններ եւ տարածաշրջանում Թուրքիան դառնալու է երկրորդական, երրորդական պետություն արևմուտքի ազդեցության տակ գտնվող Իրանի պարագայում։ Բնականաբար Էրդողանը դա չի անում, ասենք այաթոլլայի սիրուն աչքերի համար, բայց այս պահին իրավիճակային դաշնակից է
համարում Իրանին, հետևաբար նա դժվար թե բացահայտ կերպով միանա հակաիրանական այս պատերազմին։ Չնայած 12-օրյա պատերազմի ժամանակ էլ Վանի հատվածի ռադիոլոկացիոն կայանները տրամադրվել էին Միացյալ Նահանգներին եւ Իրանից արձակվող հրթիռները միջև Իսրայել հասնելը արդեն կոորդինատները տրվում էր, այո, եւ արաբական երկրներից հիմնականում Հորդանանից եւ Սաուդյան Արաբիայից հոբ համակարգերը ոչնչացնում են դրանք միջև Իսրայել հասնելը։ Այնպես որ Թուրքիայի վրա էլ այսպես հույս դնել այդպես հնարավոր չի։ Մեծ հաշվով կհարվածի Թրամփը թե ոչ, այս պահի դրությամբ շատ դժվար է ասել, մի շարք հանգամանքներից է կախված։ Բայց այն, որ Թրամփը ցանկություն ունի իր վերահսկողության տակ վերցնել համաշխարհային վառելիքաէներգետիկ ռեսուրսների գոնե մի մասը, դա ակնհայտ է։ Քանզի 26 թվականը լինելու է պատերազմ հանքահունքային ռեսուրսների համար եւ այստեղ ով կարողացավ իր ձեռքի տակ վերցնել այդ հանքահունքային ռեսուրսները, նա էլ ըստ էության առանց չափազանցության կառավարելու աշխարհը։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Ես Բալասանյան, եմ տարվա առաջին հարցազրույցն էր, վստահ եմ դեռ շատ կհանդիպենք վերլուծել, որովհետև տարին այնքան թեժ է խոստանում լինել, երևի թե հանգստանալու ժամանակ էլ չլինի։ Ես հիշեցնում զրուցում եմ Գրիգոր Բալասանյանի հետ, տեսություն կհանդիպենք։